Երեք երեխաների մայրը դադարեց պատասխանել զանգերին և գործին միացավ ոստիկանությունը։ Հետաքննության հենց առաջին օրերից դետեկտիվները բախվեցին սյուժետային այնպիսի շրջադարձերի, որոնք կգերազանցեին ցանկացած դետեկտիվ թրիլլերի։ Սակայն նրանցից ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ի վերջո ինչով կավարտվի այս գործը։ Քրիստիլ Գրիմսմութը ծնվել է 1980 թվականի նոյեմբերի 24-ին ամերիկյան Բոուլդեր քաղաքում, Կոլորադոյում։ Նա մեծացել է բազմազավակ ընտանիքում և մանկուց հետաքրքրված էր պարով, պարբերաբար հանդես գալով տարբեր ներկայացումներում։ Բացի այդ, նա հետաքրքրվում էր բնական գիտություններով և դպրոցն ավարտել էր բարձրագույն գնահատականներով։ Դրա շնորհիվ Քրիստիլը կրթաթոշակ ստացավ երկրի ամենահեղինակավոր քոլեջներից մեկում, որտեղ սկսեց ուսումնասիրել բիոքիմիական ինժեներիան։ Որոշ ժամանակ անց նա տեղափոխվեց Կոլորադոյի համալսարան և նույն ուղղությամբ ստացավ բակալավրի աստիճան։ Ավարտելուց հետո Քրիստիլն աշխատանքի անցավ գիտական սարքավորումների և ծրագրային ապահովման արտադրությամբ զբաղվող ընկերությունում։ Դա բավականին հեղինակավոր աշխատանք էր, և Քրիստիլին ընդունեցին բացառապես նրա փայլուն առաջադիմության շնորհիվ։ Նա արագորեն դրսևորեց իրեն որպես անփոխարինելի աշխատակից, և հետագա տարիներին կինը շարունակեց կառուցել հաջողակ կարիերա։ Որոշ ժամանակ անց նա ծանոթացավ Դենիել Կրուկ անունով մի տղամարդու հետ, ով աշխատում էր որպես տվյալների վերլուծաբան առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտում։ 2007 թվականին զույգն ամուսնացավ, և հաջորդ տարիներին նրանք ունեցան 2 դուստր և 1 որդի։ Այդ ժամանակից ի վեր Քրիստիլն ու Դենիելը զբաղվում են երեխաների դաստիարակությամբ և ապրում են հանգիստ կյանքով։ Բայց 2023 թվականին ամեն ինչ հանկարծակի փոխվեց։ Հոկտեմբերի սկզբին, երբ կինը 42 տարեկան էր, նա սովորականի պես արթնացավ և պատրաստվում էր երեխաներին դպրոց տանել։ Սակայն նրա ուշադրությունը գրավեց հեռախոսին եկած մի շատ տարօրինակ հաղորդագրություն։ Դրան գրել էր Էնթոնի անունով մի տղամարդ, ում հետ Քրիստիլը հանդիպել էր քոլեջում 23 տարի առաջ։ Նրանց հարաբերությունները տևել էին մոտ 1 տարի, բայց ի վերջո նրանք որոշել էին բաժանվել, և այդ ժամանակից ի վեր գրեթե չէին շփվել։ Կնոջը տարօրինակ թվաց, որ Էնթոնին որոշել է կապվել իր հետ ավելի քան 2 տասնամյակ անց, բայց ավելի տարօրինակ էր հաղորդագրության բովանդակությունը։ Նա գրել էր. «Ողջույն, Էնթոնին է։ Հուսով եմ դեմ չես, որ քեզ գտել եմ։ Ես մի քանի շաբաթը մեկ լինում եմ Բոլդերում և մտածեցի, որ կարող ենք հանդիպել։ Դեմ չես»։ Քրիստիլը կատարվածը խիստ տարօրինակ համարեց։ Նա հասկանում էր, որ Էնթոնին ամենայն հավանականությամբ պարզապես ինտիմ մտերմություն է ուզում, առանց պարտավորությունների, սակայն կինը հետաքրքրված չէր նման արկածներով։ Այդ պատճառով նա որոշեց պարզապես անտեսել նրա հաղորդագրությունը, բայց հաջորդ օրը նա նորից գրեց։ Այս անգամ նրա ասելիքը շատ ավելի կոպիտ էր։ Նա սկսեց բացահայտ վիրավորել Քրիստիլին։ Եթե բաց թողնենք հայհոյանքները, հաղորդագրությունը մոտավորապես այսպես էր հնչում. «Դու այստեղ ես։ Երբ ես քեզ նվեր եմ առաջարկում, դու պետք է ասես այո։ Լավ, մեկ է։ Ես տեսել եմ քո լուսանկարները։ Դու գիրացել ես։ Համոզված եմ, քո անպետքամուսինը քեզ չի ուզում»։ Քրիստիլը չէր հասկանում, թե ինչու է Էնթոնին իրեն այդպես պահում։ Բաժանվելուց հետո նրանք շփվել էին ընդամենը մի քանի անգամ, և նրանց կարճ զրույցները կապված չէին որևէ ինտիմ բանի հետ։ Նրանք պարզապես հարցնում էին միմյանցից որպիսությունը, որից հետո նորից կորում էին մի քանի տարով։ Մոտ 5 տարի առաջ նա նորից գրել էր նրան, և այդ ժամանակ Էնթոնին խոսակցություն էր բացել իրենց հարաբերությունների մասին։ Սակայն Քրիստիլը պատասխանել էր, որ ինքը երջանիկ ամուսնական կյանք ունի և դաստիարակում է իր 3 երեխաներին, ուստի բացարձակապես հետաքրքրված չէ որևէ կապով։ Դրանից հետո նրան տղամարդը արգելափակել էր սոցցանցերում, և այդ ժամանակից ի վեր նրանք չէին շփվել։ Հիմա նա նորից կապ էր հաստատել և իրեն շատ տարօրինակ էր պահում։
Քրիստիլը սկսեց մտածել, թե ինչը պատահել նրա հետ այս տարիների ընթացքում, բայց չնայած այն ամենին, ինչ նա ասել էր, կինը որոշեց կոնֆլիկտ չհարուցել եւ նորից անտեսել նրա հաղորդագրությունը։ Այդ ժամանակից ի վեր Էնթոնին կապի դուրս չեկավ, եւ կինն արդեն մտածեց, որ նա վերջապես հանգիստ է թողել իրեն, բայց գրեթե 1 ամիս անց նրանից եկավ երրորդ հաղորդագրությունը, որը սարսափեցրեց Քրիստիլին։ Էնթոնին նրան ուղարկեց մի լուսանկար, որտեղ նրա ամուսինը դուրս է գալիս մեքենայից իր աշխատավայրի շենքի դիմաց։ Հագուստից կինն անմիջապես հասկացավ, որ լուսանկարն արվել է հենց այդ օրը, ինչը նշանակում է, որ Էնթոնին ոչ միայն իմացել է, թե որտեղ է աշխատում նրա ամուսինը, այլև հատուկ հետևել է նրան։ Լուսանկարի հետ մեկտեղ Էնթոնին նաև սկսեց վիրավորել նրա ամուսնուն եւ ասաց, որ նա պետք է ավելի զգույշ վարի մեքենան, քանի որ մեքենայի մեջ կարող է ինչ-որ բան վնասվել։ Այսպիսով, սովորական վիրավորանքներից Էնթոնին անցավ բացահայտ սպառնալիքների։ Քրիստիլը վախենում էր, որ նա կարող է վնասել իր ընտանիքին, ուստի կինն անմիջապես որոշեց դիմել ոստիկանություն։ Հելոուինի օրը նա ցուցմունք գրեց, որտեղ պատմեց կատարվածի մասին եւ կցեց Էնթոնիի բոլոր հաղորդագրությունները լուսանկարների հետ միասին։ Կինը առանձին նշեց այն փաստը, որ երբեք նրան չի տվել իր հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն եւ այլ տեղեկություններ։ Նրանց միջև կապի միակ միջոցը սոցիալական ցանցն էր, բայց այդ ողջ տեղեկությունը պարզապես չկար Քրիստիլի պրոֆիլում։ Ոստիկանները ընդունեցին ցուցմունքը եւ 2 օր անց գործին դետեկտիվ նշանակվեց։ Մինչ նա պարզում էր կատարվածը, Էնթոնին եւս մեկ հաղորդագրություն ուղարկեց։ Այս անգամ նա ասաց, որ Քրիստիլի մեքենայի համարների ժամկետն անցել է եւ խորհուրդ տվեց փոխել դրանք։ Նա հավելեց, որ նայել է նաեւ ամուսնու մեքենային եւ նրա համարների հետ առայժմ ամեն ինչ կարգին է։ Քրիստիլը, ով ինքը չգիտեր, որ իր համարների ժամկետն անցել է, վերջնականապես համոզվեց, որ Էնթոնին գիտի իր հասցեն եւ հետևում է իրեն։ Որոշ ժամանակ անց կինը նրանից ստացավ սեռական օրգանի լուսանկար եւ այլ կիսամերկ նկարներ։ Բացի այդ, նրան սկսեցին գրել այլ տղամարդիկ եւ ասել, որ գտել են նրա հեռախոսահամարը ինտիմ հանդիպումների կայքում։ Այսպիսով Քրիստիլը հասկացավ, որ Էնթոնին սկսել է հայտարարություններ տեղադրել իր համարով նմանատիպ ռեսուրսներում։ Հաջորդ օրերի ընթացքում կինն ապրում էր մշտական վախի մեջ եւ ամենից շատ նա վախենում էր, որ Էնթոնին կարող է ինչ-որ կերպ վնասել իր երեխաներին, ովքեր 14, 11 եւ 8 տարեկան էին։ Շուտով դետեկտիվը հրավիրեց նրան բաժին եւ նա պատմեց ստեղծված իրավիճակի մասին, կիսվելով իր ընտանիքի անվտանգության համար ունեցած մտահոգություններով։ Դետեկտիվը խոստացավ պարզել ամեն ինչ, եւ Քրիստիլը սպասում էր նրանից նորություններ։ Մոտ 1 շաբաթ անց այն պահից, երբ Էնթոնին վերջին անգամ կապի էր դուրս եկել, կինը գնաց ատամնաբույժի մոտ։ Այնտեղից դուրս գալով նա տեսավ հերթական հաղորդագրությունը։ Դրանում Էնթոնին ասում էր, որ հետևել է նրան այցի ժամանակ իր մեքենայից եւ ինքնաբավարարվել է նրա մեքենայի վրա։ Կինն անմիջապես գնաց դետեկտիվի մոտ եւ ցույց տվեց այդ հաղորդագրությունը։ Նա հավելեց, որ ոչ ոք չգիտեր ատամնաբույժի մոտ իր հերթագրման մասին, ինչը նշանակում է, որ Էնթոնին պետք է բառացիորեն շրջի իր հետևից քաղաքով եւ հետևի իր ամեն քայլին։ Դետեկտիվը պատմեց, որ մի քանի հուշագրավ փաստ է պարզել։ Էնթոնին չէր օգտագործում իրական հեռախոսահամար, այլ օգտագործում էր հաղորդագրություններ ուղարկելու հավելվածից, որը օգտատիրոջը տալիս է պատահական համար, ինչը դժվարացնում է նրան գտնելը։ Բացի այդ, դետեկտիվն իմացել էր, որ Էնթոնիի անունով գրանցված է անձնական հեռախոսահամար Verizon օպերատորի մոտ, բայց նա չէր օգտագործել այն Քրիստիլի հետ կապվելու համար, սահմանափակվելով անանուն ծառայությամբ։ Այսպիսով տղամարդը կառուցել էր մի սխեմա, որի դեպքում ոստիկանության համար դժվար էր հաստատել նրա մասնակցությունը։ Ոստիկանների հետ խոսելուց անմիջապես հետո Քրիստիլը գնաց տուն եւ փակվեց այնտեղ մինչեւ ամուսնու վերադարձը։
Նա վախենում էր որևէ տեղ գնալ, որովհետև հասկանում էր, որ Էնթոնին կարող է հայտնվել կողքին ցանկացած պահի։ Սակայն ատամնաբուժի մոտ եղած օրվանից հետո տղամարդը հանկարծակի դադարեց կապի դուրս գալ, եւ հաջորդող շաբաթների ընթացքում Քրիստիլն արդեն սկսեց մտածել, որ Էնթոնին վերջապես որոշել է իրեն հանգիստ թողնել, բայց նոյեմբերի 12-ին, առաջին հաղորդագրությունից 6 շաբաթ անց, Էնթոնին նորից գրեց նրան։ Այս անգամ նա նորից սկսեց դրթել նրան ինտիմ կապի եւ ասաց, որ պատրաստ է ազատվել նրա ամուսնուց, որովհետև նա իրեն չի բավարարում, եւ նա պետք է լինի իր հետ։ Էնթոնին հավելեց, որ ամուսնու աշխատավայրում անվտանգության հետ կապված ամեն ինչ շատ վատ է, եւ ինքը հանգիստ մտել է շենք առանց որևէ խոչընդոտի։ Քրիստիլը խուճապի մեջ էր, քանի որ այդ հաղորդագրությունը ստանալու պահին նրա ամուսինը հենց աշխատանքի վայրում էր, եւ կինն անմիջապես զանգահարեց ոստիկանություն։ Սպաները եկան Դենիելի մոտ եւ զննեցին ողջ շենքը, բայց Էնթոնին այնտեղ չէր։ Ոստիկանները նաեւ չգտան որևէ հաստատում այն բանի, որ տղամարդը երբևէ մտել է այնտեղ, բայց մի հարցում նա ճիշտ էր։ Անվտանգության համակարգերն այնտեղ գրեթե բացակայում էին։ Ուստի նա լիովին կարող էր աննկատ մտնել։ Որոշ ժամանակ անց նա նորից կապի դուրս եկավ եւ ասաց, որ դեռ սպասում է նրա համաձայնությանը ամուսնուն վերացնելու համար։ Այդ ընթացքում հետաքննությունը առանձնապես արդյունքներ չէր տալիս եւ առաջ էր գնում շատ դանդաղ։ Դետեկտիվն իմացել էր, որ Էնթոնին շատ հաճախ էր տեղափոխվում, ուստի նրա համար դժվար էր պարզել տղամարդու ընթացիկ հասցեն։ Միակ բանը, որ նրան հաջողվեց պարզել, վերջին 2 հասցեներն էին՝ այլ նահանգներում, Այդահոյում եւ Յուտայում։ Դետեկտիվը նաեւ ցանկանում էր օրդեր ստանալ այն հաշիվների մասին տեղեկատվություն ստանալու համար, որոնցից Էնթոնին ուղարկում էր այդ հաղորդագրությունները, սակայն ոստիկանական բաժանմունքում ինչ-որ մեկը սխալվել էր հարցման մեջ, եւ դատավորը մերժել էր օրդեր ստանալու հայտը։ Այսպիսով նրանք ստիպված էին այդ գործընթացը նորից սկսել, քանի որ գործը կյանքի ու մահվան հարց չէր համարվում։ Օրդերը ստանալու համար կարող էր եւս մի քանի շաբաթ պահանջվել։ Ի վերջո, Քրիստիլը եւ նրա ամուսինը ստիպված եղան փաստացի սեփական հետաքննությունն անցկացնել։ Նրանք հավաքեցին Էնթոնիի մասին ողջ բաց տեղեկատվությունը, ներառյալ նրա վերջին հասցեները եւ հեռախոսահամարները, եւ տրամադրեցին ոստիկանությանը։ Բացի այդ, կնոջ ամուսինը վարձեց մասնավոր դետեկտիվի, ինչպես նաեւ տեղադրեց տեսահսկման տեսախցիկներ իրենց տանը, այն դեպքի համար, եթե Էնթոնին որոշի գալ այնտեղ։ Չնայած այս ամենին, ոստիկանները շարունակում էին իրենց հետաքննությունը հանգիստ տեմպով եւ նույնիսկ չփորձեցին կապվել Էնթոնիի հետ, քանի որ չունեին նրա գործողությունների բավարար ապացույցներ։ Կատարվող ամեն ինչ ուժեղ ազդեցություն էր ունենում Քրիստիլի վրա։ Նա վախենում էր տնից դուրս գալ, ցնցվում էր ամեն զանգից եւ հաղորդագրությունից, եւ ամենից շատ վախենում էր, որ Էնթոնին կարող է իր ուշադրությունը սևեռել երեխաների վրա։ Այս ողջ ընթացքում հաղորդագրությունները շարունակում էին գալ, բայց դրանցում արդեն չկային այնպիսի բացահայտ սպառնալիքներ։ Այնուամենայնիվ, Էնթոնին դեռ ցույց էր տալիս, որ հետևում է նրանց։ Խոսելով Քրիստիլի տեղաշարժերի մասին, ինչպես նաև ուղարկեց ամուսնու եւս մի քանի լուսանկար քաղաքի տարբեր մասերում։ Սա շարունակվեց մինչև 2023 թվականի դեկտեմբերի 14-ը։ Էնթոնիի առաջին կապից 2.5 ամիս անց Քրիստիլի ամուսինը զանգարեց ոստիկանություն եւ ասաց, որ կինը արդեն 3 ժամ չի պատասխանում իր զանգերին եւ հաղորդագրություններին։ Այդ պահին նա աշխատանքի վայրում էր, իսկ կինն արդեն պետք է տանը լիներ դետեկտիվի հետ հանդիպումից հետո, որից նա ցանկանում էր իմանալ հետաքննության ընթացքի մասին։ Հաշվի առնելով Էնթոնիի հետ կապված ողջ տեղեկությունը, Դենիելն անմիջապես սկսեց անհանգստանալ, սակայն նրա աշխատավայրը հարևան քաղաքում էր, եւ նա չէր կարող արագ տուն գալ ստուգելու համար, թե արդյոք ամեն ինչ կարգին է։ Այդ պատճառով տղամարդը որոշեց զանգահարել ոստիկանություն եւ խնդրեց նրանց պարզել ամեն ինչ կարգին է նրա հետ։
Դետեկտիվ Մարտինեսը, ով զբաղվում էր այս գործով, անմիջապես տագնապ բարձրացրեց, քանի որ այդ օրը նա Քրիստիլի հետ որևէ հանդիպում նշանակած չուներ, եւ կինը նույնիսկ չէր կապվել իր հետ։ Ոստիկանները մտածեցին, որ կինը կարող էր ինչ-որ նոր տեղեկություն հայտնաբերած լինել կամ ծրագրում էր կիսվել նրանց հետ ինչ-որ կարևոր բանով, ուստի պատրաստվում էր գալ բաժին եւ հանդիպել դետեկտիվին, բայց ինչ-որ պատճառով այդպես էլ չէր հասել այնտեղ։ Սպաներն անմիջապես մեկնեցին նրա տուն, բայց դուռը թակելուն ոչ ոք չպատասխանեց։ Նրանք մի քանի անգամ շրջեցին տան շուրջը, նայեցին յուրաքանչյուր պատուհանից, բայց ներսում որևէ շարժում չկար։ Այդ պահին Քրիստիլի ամուսինը գալիս էր աշխատանքից, իսկ երեխաները դպրոցում էին։ Մինչ ոստիկանները սպասում էին Դենիելին, նրանք որոշեցին նայել ավտոտնակի փոքր պատուհաններից, որոնք մարդու հասակից բարձր էին։ Ավտոտնակի հիմնական պատուհանները փակված էին վարագույրներով, ինչի պատճառով ոստիկանները չէին կարողանում ներս նայել։ Նրանք իրենց մեքենան մոտեցրին ավտոտնակին եւ կանգնեցին դրա վրա, որպեսզի նայեն վերևի պատուհանից։ Հենց որ ոստիկանները ներս նայեցին, տեսան ավտոտնակի հատակին մի կնոջ, ով անշարժ պառկած էր այրան մեջ։ Սպաներն անմիջապես շտապօգնություն կանչեցին եւ կոտրեցին մուտքի դուռը, որից հետո մտան ավտոտնակ։ Նրանք անմիջապես հասկացան, որ իրենց առջև Քրիստիլն է, կնոջ անոթազարկը բացակայում էր, սակայն նրա մարմինը դեռ տաք էր։ Բժիշկները փորձեցին վերակենդանացնել նրան, բայց չհաջողվեց։ Հենց առաջին րոպեներից դետեկտիվներն հասկանում էին, որ գործ ունեն սպանության հետ։ Զոհի մարմնի վրա երևում էին դանակի հարվածներ, իսկ նրա կողքի պատին արյան պիծ կար։ Մարմինը հանձնեցին դատաբժշկական փորձագետներին, իսկ ոստիկաններն անցան հանցագործության վայրի ուսումնասիրությանը։ Նախ եւ առաջ նրանք պարզեցին, որ տանը ներխուժման որևէ հետք չկար։ Ոստիկանների ժամանման պահին բոլոր պատուհաններն ու դռները փակ էին։ Եվս մեկ տարօրինակ պահ էր այն, որ մուտքի դռան առջևի տեսախցիկը, որը Քրիստիլն ու ամուսինը տեղադրել էին ընդամենը մի քանի շաբաթ առաջ, սոսնձված էր մեկուսիչ ժապավենով։ Բացի դրանից, տանը կար եւս 3 տեսախցիկ, բայց դրանք անջատված էին հենց կնոջ սպանության պահին։ Ուստի քննիչները չկարողացան որևէ կառչող տեղեկություն ստանալ։ Ընդ որում, բոլոր 3 տեսախցիկները նորից սկսել էին աշխատել կատարվածից հետո, ինչից ոստիկանները եկան այն եզրակացության, որ մարդասպանին հաջողվել է անջատել դրանք հանցագործության կատարման ժամանակահատվածում։ Կնոջ մարմինը ընկած էր տնից դեպի ավտոտնակ տանող աստիճանների մոտ, իսկ դրա կողքին ընկած էին Քրիստիլի պայուսակն ու բանալիները։ Ամեն ինչ այնպես էր թվում, ասես նա պատրաստվում էր ինչ-որ տեղ գնալ, եւ հենց այդ պահին տեղի էր ունեցել հարձակումը։ Դետեկտիվները առանձին նշեցին այն փաստը, որ կնոջ պայուսակում ատրճանակ կար, որը նա եւ ամուսինը գնել էին Էնթոնիի հետ կապված այս պատմության եւ նրա սպառնալիքների սկսվելուց հետո, ինչ որ պատճառով Քրիստիլը նույնիսկ չէր հասցրել հանել այն, ինչը տարօրինակ էր թվում։ Մարդասպանը պետք է աննկատ ներխուժեր տուն, առանց ներխուժման որևէ հետք թողնելու, եւ հարձակվեր նրա վրա այնքան անսպասելի, որ զոհը չհասցներ արձագանքել։ Հնարավոր է, նա ձեռք էր բերել նրա տան բանալիների կրկնօրինակը եւ թաքնվել էր ավտոտնակում, սպասելով այնքան, մինչև Քրիստիլը որոշեր ինչ-որ տեղ գնալ։ Դատաբժիշկը պարզեց, որ զոհը ստացել է 2 ծանր հարված գլխին բութ գործիքով, ինչպես նաև ծակած վերք կողքից։ Այսպիսով, սա հաստատում էր այն վարկածը, որ հանցագործը կարող էր անակնկալի բերել Քրիստիլին։ Ամեն ինչ այնպիսի տեսք ուներ, ասես նա հարվածել էր կնոջը նախքան նա կհասցներ հանել իր ատրճանակը, ուստի նա զենքից օգտվելու հնարավորություն չէր ունեցել։ Հետաքննության հենց առաջին ժամերից ոստիկանները հասկանում էին, որ այս հանցագործության հետևում պետք է կանգնած լինի Էնթոնին, ով մի քանի ամիս շարունակ հետապնդում էր զոհին։ Հիմա, երբ այս գործը վերավորակվեց որպես սպանություն, ոստիկաններն արագորեն նրան ձերբակալման օրդեր գրեցին եւ սկսեցին տղամարդու որոնումները։ Շուտով նրանք պարզեցին, որ նա կարող է բնակվել հարևան Յուտա նահանգում եւ կապվեցին իրենց գործընկերների հետ, խնդրելով ստուգել, թե արդյոք Էնթոնին ապրում է այդ հասցեով։
Սպաները գնացին այնտեղ եւ իսկապես այնտեղ հայտնաբերեցին տղամարդուն։ Նրանք սկսեցին հարցեր տալ նրան, սակայն Էնթոնին իրեն այնպես էր պահում, ասես ոչինչ չգիտի կատարվածի մասին։ Այն հարցին, թե երբ է վերջին անգամ շփվել Քրիստիլի հետ, տղամարդը նշեց 2014 թվականը, այսինքն դեպքից 9 տարի առաջ։ Նա պնդում էր, որ այդ ժամանակից ի վեր կապ չի հաստատել կնոջ հետ եւ առավել եւս չի հետապնդել նրան։ Այնուամենայնիվ, դետեկտիվները հույս չունեին, որ միանգամից խոստովանություն կստանան, սակայն այս ամենը արագորեն սկսեց հարցեր առաջացնել նրանց մոտ։ Յուտայի ոստիկանները եկել էին Էնթոնիի տուն սպանությունից ընդամենը մի քանի ժամ անց, եւ նա հանգիստ նստած էր իր հյուրասենյակում։ Խնդիրն այն էր, որ նրա տան եւ Քրիստիլի քաղաքի միջև 8 ժամվա ճանապարհ էր։ Դետեկտիվները փորձեցին հասկանալ, կարող էր նա կրճատել այդ ժամանակը, ետ վերադառնալով ինքնաթիռով, բայց չգտան որևէ հետք այն մասին, որ Էնթոնին գրանցվել է որևէ չվերթի համար։ Բացի այդ, նույնիսկ ինքնաթիռով դա զգալիորեն ավելի շատ ժամանակ կխլեր։ Բայց սա դեռ ամենը չէր։ Մոտավորապես այն նույն ժամանակ, երբ սպանվել էր Քրիստիլը, Էնթոնին իր կնոջ հետ խանութում էր, որտեղ նրա համար հագուստ էր գնում։ Այս ամենը հաստատվում էր անառարկելի ապացույցներով, ուստի դետեկտիվները շփոթմունքի մեջ էին։ Կարող էր արդյոք Էնթոնին գրել զոհին այդ բոլոր հաղորդագրությունները, բայց որևէ կապ չունենալ նրա սպանության հետ։ Տղամարդը պնդում էր, որ տարիներ շարունակ կնոջը ոչ մի հաղորդագրություն չի ուղարկել եւ նույնիսկ թույլ տվեց նրանց ուսումնասիրել իր սմարթֆոնը առանց օրդերի, հաշվի առնելով անանուն ծառայությունների եւ տարբեր համակարգերի օգտագործումը։ Ուղարկողն ակնհայտորեն գիտեր հետքերը մաքրելու ձևը, ուստի ոստիկանները չէին էլ սպասում, որ Էնթոնիի հեռախոսում կգտնեն նրա մասնակցությամբ ակնհայտ ապացույցներ։ Նրանք ենթադրում էին, որ տղամարդը կարող էր օգտագործել երկրորդ հեռախոս կամ համակարգիչ, բայց Էնթոնին ասաց, որ նրանք կարող են ստուգել իր ողջ տեխնիկան, եւ այնտեղ իսկապես որևէ կարճող տեղեկություն չկար։ Ավելի խոր ուսումնասիրելով, քննիչները եկան այն եզրակացության, որ Էնթոնին ողջ ընթացքում եղել է Յուտայում, ներառյալ այն պահերը, երբ հետապնդողը գրում էր Քրիստիլին այն մասին, թե ինքը հետևում էր իրեն։ Այսպիսով դետեկտիվները ոչ միայն չգտան Էնթոնիի մասնակցությամբ որևէ հաստատում, այլև փաստացի ապացույցներին, որ տղամարդը հազիվ թե որևէ կապ ունենա կատարվածի հետ, կամ էլ նրան հաջողվել է իրականացնել այնպիսի հանճարեղ պլան, որը ոստիկանները պարզապես իզորու չեն հայտնաբերել։ Փորձելով պատասխաններ գտնել, քննիչները ստացան բոլոր անհրաժեշտ օրդերները եւ օգնության համար դիմեցին IT բաժնին։ Փորձագետները սկսեցին ուսումնասիրել հետապնդողի հաղորդագրությունները, նրա հաշիվները, ուղարկված լուսանկարները եւ այլ ապացույցներ։ Շուտով նրանց հաջողվեց պարզել նրա IP հասցեն եւ պարզեցին, որ հաղորդագրությունները ուղարկվել են կոնկրետ հասցեի Wi-Fi-ից։ Միայն թե այդ վայրը Յուտայում չէր, որտեղ ապրում էր Էնթոնին, այլ Կոլորադոյի առողջապահության եւ շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտի շենքում, հենց այն վայրում, որտեղ աշխատում էր Դենիելը, զոհի ամուսինը։ Դետեկտիվները, ովքեր նման շրջադարձ չէին սպասում, սկսեցին ավելի խորը փորել, փորձագետներից տեղեկություն ստանալով այն մասին, որ բոլոր հաղորդագրություններն ուղարկվել են այսպես կոչված մեկանգամյա օգտագործման հեռախոսից, որ այդ հավելվածի գնումը վճարվել է նվեր քարտով։ Բարձրացնելով խանութի տվյալների բազայի գրառումները, ոստիկաններն իմացան, որ այդ քարտը դուրս էր գրվել Դենիելի անունով։ Դրանից հետո դետեկտիվները գնացին խոսելու զոհի ընկերների եւ հարազատների հետ, եւ նրանք նույնպես կիսվեցին հետաքրքիր տեղեկություններով։ Պարզվեց, որ նախքան հետապնդման այս ողջ պատմության սկսվելը, Քրիստիլի եւ Դենիելի հարաբերությունները քայքայված էին։ Կինը բազմիցս ասել էր մտերիմներին, որ պատրաստվում է ամուսնալուծության հայտ ներկայացնել, եւ որ ինքն այլևս չի կարող հանդուրժել այդ մարդուն։ Նրա մայրն առանձին նշեց այն փաստը, որ Դենիելը երբեմն բավականին կոպիտ էր երեխաների հետ, եւ նույնիսկ ձեռք էր բարձրացնում նրանց վրա։
Դրա հետ կապված Քրիստիլը ծրագրում էր հասնել երեխաների լիակատար խնամակալությանը և օգտագործել կապտուկների լուսանկարները, որպեսզի Դենիելին հնարավորություն չթողնի այլևս վնասել իրենց երեխաներին։ Այս ամենի պատճառով Քրիստիլն ու ամուսինը արդեն վաղուց ապրում էին տարբեր սենյակներում և նույնիսկ բաժանել էին իրենց ֆինանսները։ Բայց այն բանից հետո, երբ կինը սկսեց հաղորդագրություններ ստանալ Էնթոնիից, նրա ուշադրությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվեց այդ խնդրի վրա, ուստի նա ժամանակավորապես հետաձգեց ամուսնալուծության հարցը։ Այս ամենն իմանալով, ոստիկանները տղամարդուն կանչեցին բաժին և սկսեցին նրան զգուշորեն հարցեր տալ, միանգամից չհայտնելով նրան ողջ ունեցած տեղեկությունների մասին։ Սկզբում դետեկտիվը նրան պատմեց հետաքննության ընթացքի մասին և այն մասին, որ Էնթոնին ունի անհերքելի ալիբի, առնվազն սպանության պահի համար։ Դենիելն ասաց, որ փոքրագույն պատկերացում անգամ չունի, թե Էնթոնիից բացի ով կարող էր չարիք կամենալ իր կնոջը, և հավելեց, որ ինքն այժմ վախենում է իր և իր երեխաների համար, քանի որ իսկական մարդասպանը դեռ ազատության մեջ է։ Այդ ժամանակ դետեկտիվը սահուն կերպով խոսակցությունը տարավ նրան, թե ինչ են հայտնաբերել IT մասնագետները և պատմեց, որ հետապնդողի անունից հաղորդագրություններն ուղարկվել են Դենիելի աշխատանքային Wi-Fi-ից։ Ի պատասխան դրան, տղամարդն ասաց, որ հնարավոր է դա բացատրվում է նրանով, որ Էնթոնին բազմիցս մոտեցել է իր աշխատավայրի շենքին, լուսանկարել է և նույնիսկ ներս մտել։ Դենիելի խոսքերով, բոլոր աշխատակիցներն օգտվում են մեկ Wi-Fi-ից, որի մուտքանունն ու գաղտնաբառը գրված են յուրաքանչյուր կաբինետի դիմաց։ Ուստի Էնթոնին կարող էր պարզապես տեսնել դրանք, երբ մտնում էր դեպարտամենտի շենք։ Սակայն դետեկտիվն ասաց, որ այդ տարբերակը մեկ է, չի համընկնում, և առաջարկեց իր տարբերակը, հատուկ կառուցված այնպես, որպեսզի չմեղադրի Դենիելին սպանության մեջ, բայց դրդի նրան խոստովանել այլ անձի անունից հետապնդումը։ Դետեկտիվը ենթադրեց, որ իրենց ամուսնության խնդիրների ֆոնին Դենիելը հնարել է մի պլան, թե ինչպես ստիպի Քրիստիլին մնալ իր հետ, և միաժամանակ ստուգի, արդյոք նա հետաքրքրված է այլ տղամարդու հետ հարաբերություններով, և նա սկսել է գրել նրան նախկին ընկերոջ անունից և փորձել է դրդել ինտիմ հարաբերությունների, ինչից հետո անցել է սպառնալիքների, որպեսզի կինն իրեն վտանգի մեջ զգա։ Միևնույն ժամանակ Դենիելն ուժեղացրել է տան անվտանգության միջոցները, վարձել է մասնավոր դետեկտիվի և խաղացել է պաշտպանի դեր, որպեսզի Քրիստիլը հասկանա, որ իրեն պետք չէ հեռանալ նրանից և մնալ միայնակ այդ սպառնալիքի դեմ։ Դետեկտիվը հույս ուներ, որ Դենիելը կարող է խոստովանել հետապնդումը, և այդ դեպքում նրան ավելի հեշտ կլիներ կապել սպանության հետ։ Սակայն տղամարդը շարունակեց պնդել, որ ինքը որևէ կապ չունի այս ողջ իրավիճակի հետ։ Ի վերջո, նրան ստիպված եղան բաց թողնել, և ոստիկանները շարունակեցին նոր ապացույցներ փնտրել։ Նրանք պարզեցին, որ իրենց տան տեսահսկման տեսախցիկների մուտքի գաղտնաբառերը ունեին միայն երկու հոգի՝ Քրիստիլն ու Դենիելը։ Նախորդ հարցաքննության ժամանակ դետեկտիվը հարցրել էր տղամարդուն դրանց հանկարծակի անջատման մասին, բայց նա չէր կարողացել որևէ հստակ բացատրություն տալ։ Հետո նրանք իմացան, որ սպանության օրը Դենիելը աշխատանքի է եկել սովորականից մոտ կես ժամ ուշ, ինչը տեսականորեն նրան ժամանակ էր տալիս սպանություն կատարելու և ապացույցներից ազատվելու համար, հաշվի առնելով, որ մարմինը հայտնաբերվել է կեսօրին մոտ։ Քրիստիլը պետք է այնտեղ պառկած լիներ մի քանի ժամ, նախքան ամուսինը կզանգահարեր ոստիկանություն։ Դենիելն իր հերթին աշխատանքից ուշանալը բացատրեց սովորական լուծով։ Տղամարդու խոսքերով նա պարզապես այդ կես ժամը նստել էր զուգարանում։ Որոշ ժամանակ անց Քրիստիլի մայրը դետեկտիվների հետ կիսվեց ևս մեկ տարօրինակ դիտարկմամբ։ Նա իր ողջ ժամանակն անցկացնում էր թոռների հետ նրանց տանը, և սպանությունից հետո, հենց առաջին օրերին, Դենիելը սկսել էր դեն նետել զոհի հագուստն ու այլ իրերը։ Բացի այդ, նա ասել էր,
որ պատրաստվում է վաճառել տունն ամենամոտ ժամանակներում։ Ի լրումս սրա, Դենիելը վշտից կոտրված տեսք չուներ, կամ գոնե մի փոքր տխրություն։ Ընդհակառակը, նա գրգռված էր այն փաստից, որ ոստիկանները կասկածում էին իրեն, եւ բազմիցս դժգոհում էր, որ իր գլխին ուզում են սարքել։ Սակայն այս ամենը միայն անուղղակի եւ ոչ հավաստի տվյալներ էին։ Բայց արդեն շուտով ոստիկանները ստացան ինչ-որ ավելի էական բան։ Մի քանի օր շարունակ նրանք հավաքում են անձնական տեսահսկման տեսախցիկների գրառումները Քրիստիլի փողոցի բոլոր հարևաններից։ Դիտելով տարբեր անկյուններից դետեկտիվները համոզվեցին, որ այդ առավոտ զոհի տանը չի մոտեցել ոչ մի անծանոթ մարդ կամ մեքենա։ Դա պարզապես բացառված էր։ Այլ կերպ ասած, եթե սպանությունը կատարեր մեկ ուրիշը, նա պետք է ընկներ առնվազն հարևանների մի քանի տեսախցիկների մեջ, քանի որ նրանք բոլորը միասին չունեին ոչ մի կույր գոտի։ Հաշվի առնելով, որ տեսանյութերում ոչ ոք չկար, ոստիկանությանը մնում էր ընդամենը երկու տարբերակ. կամ սպանությունը կատարել է Դենիելը, ով գտնվում էր այդ տանը, կամ էլ մարդասպանը ինչ-որ անհայտ կերպով հայտնվել էր զոհի ավտոտնակում եւ նույն ձևով հեռացել էր նրանց փողոցից։ Դետեկտիվները նաև նշեցին այն, որ տանը չկար ներխուժման ոչ մի հետք կամ պայքարի հետքեր։ Չնայած իրենց ամուսնության խնդիրներին, Քրիստիլը պարզապես չէր սպասում, որ ամուսինը կորոշի սպանել իրեն։ Ուստի կինը նույնիսկ չէր հասցրել ձեռքը տանել ատրճանակին։ Ի վերջո դետեկտիվները ներկայացրին ամբողջական տարբերակն այն բանի, թե հստակ ինչ է արել Դենիելը։ Ըստ նրանց, ի սկզբանե տղամարդը չէր ծրագրել սպանություն կատարել։ Նա սկսել էր հետապնդել կնոջը նրա նախկին ընկերոջ անունից, այն բանի համար, որպեսզի կինը մտափոխվի ամուսնալուծության հարցում եւ մնա իր հետ։ Հնարավոր է, նա հույս ուներ, որ նա պարզապես կվախենա երեխային հորից հեռացնել եւ ապրել նրանց հետ առանձին, վախենալով, որ Էնթոնին կարող է վնասել նրանց։ Կամ Դենիելի պլանը կայանում էր նրանում, որ Քրիստիլը գիտակցի, թե որքան ուժեղ է ինքը հոգ տանում նրա եւ իրենց երեխաների մասին։ Ի լրումս սրա, նա կարող էր հատուկ սպառնալիքներ գրել հենց իր հասցեին Էնթոնիի անունից եւ անել այդ բոլոր լուսանկարները հետապնդման ոճով, որպեսզի Քրիստիլը սկսի անհանգստանալ իր ամուսնու համար, եւ դա պետք է խթաներ մարած զգացմունքները։ Բայց հետո, ըստ դետեկտիվների, ամեն ինչ սկսել էր դուրս գալ վերահսկողությունից։ Քրիստիլը վախեցել էր շատ ավելի ուժեղ, քան հաշվարկել էր Դենիելը։ Նա սկսել էր փորփրել այս գործը, տեղեկություններ փնտրել Էնթոնիի մասին եւ աստիճանաբար շփվել ոստիկանության հետ։ Ամուսինը սկսել էր հասկանալ, որ այդ կերպ իր խաբեությունը կարող է շատ շուտով բացահայտվել, եւ այդ դեպքում նրան լիովին կարող են մեղադրանքներ առաջադրել իրական բանտային ժամկետով։ Նման սցենարի դեպքում նա կարող էր հավերժ մոռանալ երեխաների խնամակալության մասին եւ կորցնել բառացիորեն ամեն ինչ։ Իրեն փակուղու մեջ գցելով, Դենիելը կարող էր որոշել սպանություն կատարել, համարելով, որ այլ ելք չունի։ Նա հույս ուներ, որ ոստիկանությունն ամեն ինչում կմեղադրեր Էնթոնիին, իսկ ինքը կմնա ազատության մեջ երեխաների, տան եւ փողերի հետ։ Սպանության օրվա առավոտյան նա հատուկ մնացել էր տանը, սպասել էր, մինչև երեխաները գնան դպրոց, եւ գնացել էր ավտոտնակ Քրիստիլի հետևից, ով պատրաստվում էր հեռանալ։ Այնտեղ նա կնոջը անսպասելիորեն մի քանի հարված էր հասցրել գլխի հատվածում, ինչից զոհը կորցրել էր գիտակցությունը։ Դրանից հետո Դենիելը վերցրել էր դանակը, մեկ հարված հասցրել նրա կրծքավանդակի կողմից եւ հեռացել էր աշխատանքի, նախապես ազատվելով սպանության գործիքներից եւ այլ ապացույցներից։ Դեկտեմբերի 16-ին սպանությունից 2 օր անց ոստիկանները ձերբակալեցին Դենիելին 3 մեղադրանքով. առաջին աստիճանի սպանություն, հետապնդում եւ այլ անձի ներկայանալ։ Տղամարդը հայտարարեց իր անմեղության մասին եւ փաստաբան վարձեց, ինչից հետո սկսեց դատի նախապատրաստումը։ Գործընթացը մեկնարկեց 2025-ի ապրիլին։
Եվ այդ պահին ոստիկաններին հաջողվել էր հավաքել էլ ավելի շատ ապացույցներ, որոնք կապում էին տղամարդուն սպանության հետ։ Պատահարից ընդամենը 1 օր առաջ Դենիելը Google-ում որոնել էր. երբ է գլխի հարվածը դառնում մահացու կամ որքան ուժեղ պետք է հարվածել մարդու գլխին, որ նա գիտակցությունը կորցնի, որքան երկար կարող է մարդը մնալ անգիտակից վիճակում առանց ուղեղի վնասվածքների։ Բացի այդ, ոստիկանների հետ կապվել էր Դենիելի նախկին ընկերուհին, ում հետ նրանք հանդիպել էին ավագ դպրոցում և քոլեջում։ Չնայած նրանց հարաբերություններն ավարտվել էին ավելի քան 20 տարի առաջ, կինը կիսվել էր տեղեկությամբ, որը լրացնում էր Դենիելի անհատականության պատկերը։ Նրա խոսքերով, բաժանումից հետո ինքը սկսել էր հաղորդագրություններ ստանալ տարբեր մարդկանցից, ովքեր ներկայանում էին որպես Դենիելի տարբեր ծանոթներ։ Նրանք բոլորն իրենց սպառնալիքներ էին գրում և ասում, որ նրա հետ բաժանվելը մեծ սխալ էր։ Ավելի ուշ կինը պարզել էր, որ իրականում այդ իրական մարդիկ որևէ կապ չունեին այս հաղորդագրությունների հետ, և դրանք ուղարկում էր հենց Դենիելը։ Նա վախենում էր, որ տղամարդը կարող է իրականացնել իր սպառնալիքները, ուստի կինը գնացել էր ոստիկանություն և ստացել էր արգելող օրդեր Դենիելի նկատմամբ, ինչից հետո հաղորդագրությունները դադարել էին։ Պաշտպանական կողմը հիմնվում էր նրա վրա, որ ոստիկաններն այդպես էլ չէին գտել սպանության գործիքը, իսկ մեքենայի մեջ և Դենիելի հագուստի վրա չկար ոչ մի կաթիլ արյուն։ Բայց այս ամենը չհամոզեց երդվյալ ատենակալներին և նրա անմեղության մեջ։ Եվ ի վերջո, նրանք տղամարդուն ճանաչեցին մեղավոր։ Սպանության համար նա ստացավ ցմահ ազատազրկում, առանց վաղաժամկետ ազատման իրավունքի, իսկ մեղադրանքի մյուս 2 կետերով 9,5 տարի բանտ։ Այսպիսով, այս խճճված գործը մոտեցավ իր ավարտին։ Դենիելի գործողությունների արդյունքում նրա 3 երեխաները կորցրեցին 2 ծնողներին էլ, և այժմ նրանք գտնվում են Քրիստիլի եղբոր և նրա կնոջ խնամակալության տակ։ Իսկ մյուս հարազատներն օգնում են հոգ տանել նրանց մասին։ Կիսվեք ձեր կարծիքով այս պատմության վերաբերյալ մեկնաբանություններում։ Ինչպես նաև չմոռանաք լայք դնել և բաժանորդագրվել ալիքին։ Իսկ մենք դեռ կհանդիպենք։